Առաջի օրով, երբ լոգոն կախում էինք, մի հատ պապիկ եկավ մոտեցավ, ասեց, վայ, ես սրա եք բացում, ասեցինք, հա, ու սենց ուշադիր նայում էր լոգոյին, ու հենց կարդաց Արցախ անունը, սենց մեծ ոգևորությամբ, ուրախությամբ, ասեց, վայ, ինչ լավ է, ասեց, որ բացվում է, այն էլ Արցախ անունով, սենց ու ինքը մի 10 րոպե տենց կանգնեց մեր հետ, սենց ուրախ ոգևորված աչքերով նայում էր, որ սրահը վերաբացվում է։ Մոտիվացիայի պակաս չի ունեցել Քրիստինան։ Արցախի վերածննդի գաղափարն էր նրան մղում առաջ, ինքնակրթվել, վերաբացել բիզնեսը, անընդհատ սովորել ու նաև ուսուցանել մյուսներին, որպեսզի չհուսահատվեն եւ առաջ նայեն։ Արցախ անունը իմ համար միշտ որպես վերածնունդ է խորհրդանշում։ Միտքը եկավ այն ժամանակ, երբ իմացա, որ շատ աղջիկներ եւ կանայք կան, ովքեր ունեն մասնագիտություն, բայց չեն կարողանում աշխատել կամ ուզում են ստանալ մասնագիտություն, բայց հնարավորություն չունեն։ Խոստովանում է, ճանապարհին հիասթափություններն էլ շատ էին, բայց իր որոշման մեջ հաստատակամ էր, չհանձնվել, հավատարիմ մնալ իր սկզբունքներին եւ գաղափարին, որով եւ առաջնորդվեց, անգամ հրաժարվելով գայթակղիչ թվացող հնարավորություններից։ Սկզբից, որ մասնակցում էի ծրագրին, որպես գեղեցկության սրահ, հավանում էին շատ մարդիկ, բայց ինձ անընդհատ ուղղորդում էին, որ պետք է անվանումը փոխվի, որովհետև այդ անվանումով ասում էին, որ չես կարող աշխատես, ընթացքում շատ խնդիրներ կլինեն, ավելի լավ է, որ փոխես անունը, բայց քանի որ ես հստակ որոշել էի, որ պետք է Արցախը նորից վերածնվի հենց Աբովյան քաղաքում, միանշանակ չփոխեցի եւ դուրս եկա ծրագրից։ Աբովյան քաղաքում ունեինք շատ ծանոթներ, գիտեմ նաև, որ շատ արցախցիներ հիմա վերաբնակեցվել են Աբովյան քաղաքում։ Նաև նշեմ, որ ինձ շատ էին դիմել, որ նորից սրահը վերաբացվի, նորից կարողանան աշխատել իրենց սիրած աշխատանքով ու նաև շարունակեն ուսում ստանալ։ Եթե հստակ գիտես ինչ ես ուզում, ոգեշնչված ես եւ պատրաստ ես հաղթահարել դժվարությունները, նոր հնարավորություններ են բացվում։ Քրիստինան էլ գտավ իր արժեքներն ու գաղափարները կիսող հիմնադրամը։ Վարդանանց ասպետներ ամերիկահայ եղբայրական բարեգործական եւ մշակութային միությունը, որը ֆինանսավորում էր կրթական, մարդասիրական եւ ենթակառուցվածքային ծրագրեր նաեւ Արցախում, օգնեց առաջին դժվար քայլերն անել եւ սկսել գործը։ Օնլայն սենց տեսա, որ հայտարարություն կա, որտեղ պետք է ներկայացնեինք բիզնես պլան։ Բիզնես պլանը ուղարկեցի եւ ինձ մի ամիս հետո զանգահարեցին, ասեցին, որ մենք նույնպես շահել ենք դրամաշնորհը։ Շատ շնորհակալ եմ հիմնադրամին, որովհետև իրենց դրամաշնորհի շնորհիվ ես կարողացա նաև իմ ուժերով ամբողջը միավորել եւ այսօր ունենք այն, ինչը այդքան երազում ենք եւ ինչը այդքան սիրում ենք, մեծ սիրով ենք գալիս, որովհետև ցանկացած արցախցու մեջ ապրում է Արցախը, քանի որ ինքը ոչ միայն հայրենիք է, այլ մի ամբողջ հիշողություններ, մանկություն։ Սկիզբը դրված էր։ Թիմին միացողները վաղուց էին կապ հաստատել Քրիստինայի հետ եւ սպասում էին աշխատանքի եւ ուսուցման հնարավորության հարազատ միջավայրում։ Ոմանք էլ պատահաբար են իմացել սրահի բացման մասին, ինչպես Լուսին, ով որպես հաճախորդ այցելելով սրահ առաջարկել է իր ծառայությունները, իմացել տեղահանված արցախցիների մասնագիտական հմտությունների եւ կարողությունների, աշխատանքային փորձ եւ աշխատանք ձեռք բերելու պետական ծրագրի մասին եւ դարձել դրա շահառու։ Արդեն 2 ամիս է, որ սրահը գործում է, անպայման նշեմ, որ արցախցիները կարող են գրանցվել սոցիալ-պետական ծրագրով, ընդունելիություններ ունենք նաև արդեն աշակերտներ, որ սեպտեմբերից արդեն կսկսեն ուսումը եւ ունենք էլի տեղեր, եթե ցանկացողներ կլինեն, կարող են դիմել, թե մասնագիտություն ստանալու առումով եւ թե աշխատանք ունենալու հետ կապված, եւ ես մեծ հույս ունեմ, որ մեր բոլոր արցախցիները, ովքեր որ ապրում են Աբովյան քաղաքում, անպայման կգան իրենց փոքրիկ Արցախը տեսնելու իրենց աչքով, զգալու նորից։ Աշխատատեղերը միայն արցախցիների համար չեն, սակայն սրահում ծառայություն են մատուցում նաև տեղի մասնագետները։ Կարևոր է համայնքային ինտեգրումը, վստահ է Քրիստինան։ Ինքն էլ արդեն քաղաքացիություն ստանալու ընթացքում է։ Բնակարանն էլ որոշել են ձեռք բերել հենց Աբովյան քաղաքում։ Բացի դրանից շարունակում է մասնակցել նոր ուսումնական ծրագրերի, կատարելագործելու իր հմտությունները եւ բարձրացնելու բիզնեսի կառավարման արդյունավետությունը։ Չի պատրաստվում բավարարվել ունեցած ձեռքբերումներով, նպատակներն ու մասնագիտական ձգտումները հեռանկարային են։ Մնացածում հավատն է իր ուղենիշը։ Բոլորս մեծ սիրով դիմավորում ենք բոլորին, ուզում ենք այդ արցախցին, ովքեր որ չեն եղել Արցախում, ուզում ենք Արցախ սրահ մտնելուց բոլորը զգան այդ Արցախի ուժը։
Աբովյանում մեզ շատ լավ են որ ընդունել, շատերը շատ ուրախացել են, որ սրահը վերաբացվել է, մեծ սիրով բոլորը գալիս են, նոր ծանոթություններ ենք ունենում, նոր մարդկանց հետ ենք ծանոթանում, ինչու՞ չէ նաև շատ մարդկանց համար նոր որպես աշխատատեղ է բացվել։ Պլանավորում եմ ունենալ մասնաճյուղ եւ Երևան քաղաքում եւ այլ մարզերում, որպեսզի շատ-շատեր էլի հնարավորություն ունենան մասնագիտություն ստանան, շատ-շատեր ունենան հնարավորություն աշխատելու եւ վերջի դա բոլորիս համար հնարավորություն է, որպեսզի հարմարվեն միջավայրին։ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում տեղակայված Արցախ անունով այս գողտրիկ անկյունը այսօր ծառայում է ոչ միայն որպես գեղեցկության հետ կապված ծառայություններ մատուցելու վայր, անգամ իրավական, փաստաթղթային, սոցիալական հարցերով են մտնում արցախցիները, տեսնելով անվանումը։ Քրիստինան էլ սիրով օգնում է իր հայրենակիցներին անցնել այն նույն ճանապարհը, որով ինքն է անցնում, հավատ ներշնչելով յուրաքանչյուրին։ Հաջողության պատմության սկիզբը դա հավատն է, պետք է հավատաք ձեր երազանքին, պետք է հավատաք ձեր ուժերին եւ ձեր սիրելի գործին, որ անպայման կիրականանա։ Ու հույսով եմ, ինչքան էլ դժվարությունները որ անցնեն, վստահ եմ ավելի ճիշտ, որ հաստատ մարդ կարող է հասնել իր երազանքին։